Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը թուրքագետ Նելի Մինասյանն է։ Բարև ձեզ Տիկին Մինասյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Մինասյան, վերջին շաբաթներին Թուրքիայից միաժամանակ մի քանի ազդակներ ենք տեսնում, ենթակառուցվածքային, քաղաքական ու տնտեսական։ Ձեր գնահատմամբ սրանք առանձին գործընթացներ են, թե մեկ ռազմավարության ծրագրի մաս են։ Նախ ես կասեի, որ էության մեջ կան որոշակի տեղեկություններ տնտեսական եւ ենթակառուցվածքների հետ կապված, բայց քաղաքական չկա ըստ էության։ Իրականում այո, նույն գործընթաց են, բնականաբար մի պետության քաղաքականության մաս է եւ բնականաբար դրանք առանձին ինչ-որ քայլեր չեն, այլ ընդհանուր քաղաքականության միտված այսպես ամբողջի մասեր են կազմում եւ բնականաբար պետքա վերջը լինի արդեն քաղաքական որոշակի գործընթացները։ Տիկին Մինասյան, Թուրքիան շարունակում է Կարս, Իգդիր, Արալիկ եւ Դիլիջու երկաթուղու կառուցումը եւ հայտարարում է, որ այն կամրապնդի Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը։ Ձեր գնահատմամբ սա որքանով է իրականում Հայաստանի համար հնարավորություն եւ որքանով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող նախագիծ։ Դե բնականաբար դա Թուրքիայի շահերը սպասարկող նախագիծ է, որովհետեւ թուրքական իշխանությունները վաղուց նախագիծը ունեին եւ շատ երկար բանակցությունների արդյունքում միայն կարողացան ստանալ ուրեմն գումար վերցնել կառուցելու համար, որտեղ իրենք այդպիսի միջոցներ չունեին, վերցրել են եթե չեմ սխալվում համաշխարհային բանկից ու ասիական բանկից վերցրեցին 3 միլիարդից ավել գումար են վերցրել կառուցելու համար։ Գիտեք, այդ ուրեմն նախագիծը ընդհանրապես կապել մենակ Հայաստանի հետ ճիշտ չի։ Իսկ ինչ կստանա Հայաստանը դրանից։ Տեսեք, դա Թուրքիայի համար միջին միջանցքի մաս է։ Թուրքիան միջին միջանցքը դիտարկում է իր համար այս պահին ամենակարևոր ուրեմն նախագծերից մեկը, որովհետև դա ըստ էության Թուրքիային կամուրջ կամ հանգույց երկրի է վերածելու արևելքի ու արևմուտքի միջև։ Եվ իրենք թուրքերը Հայաստանով անցնող թրիփը նույնպես դիտարկում են միջին միջանցքի մաս, այսինքն եթե քաղաքական գործընթացները նորմալ տեղի ունենան, այս բոլորը միասին կլինեն ընդհանուր ենթահամակարգեր, ենթակառուցվածքների մի փաթեթ կստացվի եւ բոլոր կողմերն էլ իրենց այսպես մասնաբաժինը կունենան ներառյալ Հայաստանը թրիփով։ Իսկ եթե հայ-թուրքական սահմանը չբացվի, ինչպես է այդ ծրագիրը գործելու։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ կբացվի հայ-թուրքական սահմանը, որտեղ տնտեսական այդ բոլոր խնդիրները, հատկապես ենթակառուցվածքները ենթադրում են բնականաբար Հայաստանին նույնպես ներգրավել այդ ամբողջ գործընթացների մեջ եւ ուղղակի ինչ-որ մի պահ կգա, որ հենց այս գործընթացների տեսակետից, որտեղ սրանք ավելին են, քան հայ-թուրքական սահմանը Թուրքիայի համար, եթե իհարկե ինչ-որ միջազգային ավելի լուրջ փոփոխություններ տեղի չունենան, հետեւաբար կգնա նաև սահմանի բացմանը։ Մինչև տարեվերջ հնարավոր համարում եք։ Չեմ կարող ասել։ Դա ոչ մեկ իմ կարծիքով չի կարող ասել։ Տիկին Մինասյան, իսկ արդյոք Անկարան արդեն հաշվի է առնում, որ հայ-թուրքական հաղորդակցությունը վաղ թե ուշ կբացվի։ Ես կարծում եմ այո, որովհետև տեսեք Անկարայում էլ կա նման տրամադրվածություններ, կան որոշակի քննարկումներ, կան տնտեսական եւ ենթակառուցվածքային խնդիրների տեսանկյունից որոշակի նախապատրաստական աշխատանքներ։ Տեսեք, սահմանը ինքը հավերժ փակ չի կարող մնալ, ինչ որ մի պահ հետո ի վերջո կբացվի այդ սահմանը։ Այսինքն կարելի է ասել, որ Թուրքիան արդեն նախապատրաստում է տարածաշրջանի նոր լոգիստիկ քարտեզ անկախ քաղաքական գործընթացներից։ Ես կարծում եմ քաղաքական գործընթացները կարևոր են։ Եվ մեծ հաշվով Թուրքիան վաղուց ունի այդ լոգիստիկ քարտեզները եւ գիտեք հետաքրքիր պետք է մի կարևոր բան էլ էստեղ նշել, որ դա այդքան էլ մենակ Թուրքիայից չի կախված։ Դա կախված է ընդհանուր այն քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից, այն զարգացումներից, որոնց համատեքստում ընդհանրապես բոլոր երկրները ունեն այդ քարտեզները։ Բոլոր երկրներն ունեն իրենց երկրների հետ կապված այդ բոլոր խնդիրները։ Նույնը Թուրքիան եւ ըստ նշված ուրեմն խնդիրների
համապատկերում, որ մի ծրագիրն է հնարավոր իրականություն դարձնել, դա էլ այդ պահին առաջ է մղվում։ Փաստացի մենք մինչև այս պահը չենք տեսնում դեռ ինչ որ ծրագրեր մոտենում են վերջին, այսինքն բոլորը մեկնարկային, բոլորը կամ քննարկումների, այսպես ծիրում գտնվող ծրագրերի մասն է խոսքը։ Տիկին Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ երկաթուղին մեր սեփականությունն է եւ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար կգտնի։ Թուրքիայի կողմից իրականացվող այս երկաթուղային նախագծերի ֆոնին որքանով է այս դիրքորոշումը իրատեսական։ Գիտեք, եկեք Հայաստանի երկաթուղիների հարթ չկապենք Թուրքիայի հետ, հա, որտեվ Թուրքիան ունի իր ուրեմն երկաթուղիները, իր խնդիրները եւ դա Հայաստանի հետ կապ չունի։ Այստեղ խնդիրը հետեւյալում է, որ արդեն համաձայնություն կա, որ ինչ որ հատված պետքա վերանորոգվի, իսկ Հայաստանում երկաթուղիները, այսինքն այս բացարձակ Հայաստանի խնդիրն է։ Որտեվ տեսեք, եթե թուրքական կողմը իր հատվածից կառուցում է երկաթուղին, վերակառուցում է, գալիս հասնում է Հայաստանի սահմանի չլինելու։ Այսինքն Հայաստանը ինքը պետքա չի իր երկաթուղիները կարողանա արդեն աշխատեցնել, որպեսզի միացնի այդ բոլորին եւ ապաշրջափակում տեղի ունենա։ Հիմա Հայաստանում եղածը, այսինքն մեր խնդիրը, մեր ենթակառուցվածքների խնդիրը դա մեր խնդիրն է։ Եվ հետեւաբար մենք էլ պետքա լուծենք։ Այսինքն վարչապետի ասածը հենց այս համատեքստում պետքա դիտարկել։ Դա Թուրքիայի հետ կապ չունեցող է։ Չգիտեմ, ինչ ֆանտազիա պետքա ունենալ, որ դա կապել Թուրքիայի հետ։ Որովհետեւ եւ այստեղ կա շատ կարեւոր խնդիր, շատ կարեւոր հարց։ Ընդհանրապես պետության մեջ գտնվող ամեն ինչ այդ պետության սեփականությունն է, ընդերքը նույնպես եւ մեր երկաթուղին կոնցեսիայով տրվել է ռուսական հարավկովկասյան ուրեմն երկաթուղուն եւ ըստ էության կա խնդիրներ ու եթե մենք հետագայում պետքա գնանք այս գործընթացի կազմակերպման ապաշրջափակման հետ կապված երկաթուղու վերակառուցմանը եւ այլն, բնականաբար պետքա խնդիրները լուծվի։ Այստեղ արդեն տարբեր առումներով ճանապարհներ կան։ Ըստ էության մենք դեռ իշխանություններից եւ նաեւ կոնցեսիան ունեցող կողմից չենք լսել վերջին ներկայացած ուրեմն քննարկումները, թե ինչպես են տեսնում կողմերը այդ խնդրի ուրեմն լուծումը։ Դրա համար այստեղ ուղղակի մի փոքր պետքա սպասենք, տեսնենք թե Հայաստանը որպես պետություն, եթե չի կատարվում ուրեմն երկաթուղու հետ կապված պարտավորությունները չեն կատարվում, այսինքն չի վերանորոգվում, ուրեմն բնականաբար Հայաստանը պետքա գնա այլ ճանապարհներով։ Եթե Անկարան հայտարարում է, որ ցանկանում է զարգացնել տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունը, արդյոք դա ենթադրում է նաև Հայաստանի ինքնիշխանության անվերապահ ընդունում, թե դեռ որոշակի նախապայմաններ կան։ Գիտեք, տեսեք, երկաթուղու եւ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումը հատկապես երկաթուղու դուք նշեցիք։ Դա ինչ կապ ունի ինքնիշխանության հետ։ Ես էլի եմ ասում, Թուրքիան ինքը իր հատվածում է կառուցում, նա իր հողի վրա եղածի տերն է, այսպես ասեմ։ Հայաստանը իր հողի վրա եղածի։ Թուրքիան, եթե այսպես դուք մտածում եք, որ թուրքական կողմը կգա ներդրում կանի, Թուրքիան չունի տենց գումարներ, որ ներդրում անի։ Ես նշեցի, չէ, որ Թուրքիան ինքը վերցնում է այդպիսի գումարներ կառուցելու կամ վերակառուցելու համար իր ունեցած ենթակառուցվածքները։ Դրանց Հայաստանին է վերաբերվում։ Թուրքիան այս ոլորտում ներդրում չի անելու եւ եթե անգամ նման ցանկություն ունենա, վստահ եմ չունեն իրենք, բնականաբար հայկական կողմը չպետքա դրան համաձայնի, որտեվ տեսեք երկաթուղին դա կարևորագույն ռազմավարական ուրեմն կառույց է։ Մենք դեռ սխալ թույլ տվել ենք, երբ որ տվել ենք երրորդ պետության եւ հիմա այդ խնդիրն ենք, այդ խնդրի առջև ենք ըստ էության կանգնած։ Եվ այստեղ Հայաստանը ինքը պետքա որոշի, ինքը իր միջոցներով մենք այստեղ լսել ենք պաշտոնյաներից մեջ, որ երկաթուղին նույնպես կանցնի պետական վերահսկողության ներքո եւ իմ կարծիքով ամենաճիշտը դա է։ Այստեղ ուղղակի կլինի գլխավոր խնդիր, որտեղ երկաթուղին դա ուղղակի ճանապարհի կառուցում չէ, շատ ավելի մեծ գումարների եւ ինժեներական աշխատանքների հետ է կապված, որը երկուսն է Հայաստանը չունի։
Տիկին Մինասյան, իսկ ձեր գնահատմամբ, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ, ինչու մինչ օրս հայ-թուրքական սահմանը չի բացում, դա չկապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի հետ։ Տեսեք, դուք երկու տարբեր խնդիրներ եք իրար կողք դրել, որոնք որ փոխկապակցված չեն իրարով, որովհետև գլխավոր խնդիրը քաղաքականն է, այսինքն Թուրքիան որոշումը կայացել է քաղաքական խնդրից ելնելով եւ մինչեւ այսօր էլ պահում է քաղաքական խնդիրը, քաղաքական է որոշումը։ Եվ դա որոշումը քաղաքական կայացվել է, երբ որ չի եղել ենթակառուցվածքների մասին խոսակցություն, այսինքն դա եղել է 1993 թվականը։ Հետագայում, երբ որ մեր տարածաշրջանի նկատմամբ ենթակառուցվածքների, հատկապես նաև նավթի եւ գազի խողովակաշարերի հետ կապված հետաքրքրությունը մեծացել է, Հայաստանին առաջարկներ եղել են լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ բնականաբար այդ ուրեմն ծրագրերի մաս կազմել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ Բաքու-Թբիլիսի-Կարս վերջնի երկաթուղու ուրեմն հետ կապված։ Հայկական իշխանությունները ժամանակին մերժել են այս բոլորը եւ թուրքերը գտնել են այլընտրանքային տարբերակներ, որոնք որ ես թվարկեցի, այսինքն անցել են բոլոր 3-ը Վրաստանի տարածքով։ Տեսեք, երբ որ կա քաղաքական խնդիր, որը որ դրվում է ազգային անվտանգության, պետության ռազմավարության եւ այլն, բնականաբար ենթակառուցվածքները ենթարկեցվում են այդ ուրեմն ծրագրերին, ոչ թե հակառակ process-ն է տեղի ունենում։ Այսօր լրիվ ուրիշ աշխարհ է։ Այսօր լրիվ ուրիշ հարաբերություններ է։ Տեսեք, Թուրքիան ինքը երկխոսությունը սկսել է Հայաստանի հետ, երբ որ փաստացի Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս է եկել, բայց դրանով հանդերձ Թուրքիան շարունակում է դեռ այդ քաղաքական որոշումը պահել, որտեղ դա գին ունի։ Տիկին Մինասյան, իսկ եթե սահմանը բացվի, առաջին ազդեցությունը ո՞ր ոլորտում կլինի։ Ձեր գնահատմամբ տնտեսություն, զբոսաշրջություն, Ես բնականաբար առևտուր գուցե տնտեսագետ չեմ, որ ասեմ, բայց այսպես ասեմ, դիտարկելով վերջին ես կարող եմ սխալվել իհարկե, որտեղ տնտեսագետ չեմ, բայց դիտարկելով վերջին ուրեմն տարիների դինամիկան, կարող եմ ասել հետևյալը. զբոսաշրջությունը շահելու է երկու կողմից, որովհետև մեր կողմից էլ են գնում բավականին ուրեմն Թուրքիայի հատկապես արևելյան հատվածներ, թուրքական կողմից էլ կա բավականին հետաքրքրություն Հայաստան գալու եւ եթե մենք նայում ենք պետական այսպես հաշվետվությունները, մենք այնտեղ տեսնում ենք այդ շարժը, այդ ակտիվությունը եւ Թուրքիայից նույնպես գալիս են Հայաստան, իսկ ասում եմ Թուրքիայից ավելի կավելանա, հոսքը որտեվ օրինակ Եվրոպան Թուրքիայի հետ կապված սահմանափակումներ են մտցրել, կոնկրետ վիզաներ չեն տրամադրում, շատ դժվար են տրամադրում եւ օրինակ այս տարի Թուրքիայից տուրիստական հոսքը ավելացել է Ռուսաստան։ Այսինքն այս туриզմը առաջին հերթին, սա կարծում եմ եւ նաեւ սրա համար պետք չի էլի, չգիտեմ, ինչ որ համագործակցություն ստեղծել, ինչ որ բաներ կան արդեն եւ այդ եթե ուրեմն սահմանը բաց լինի, անգամ մարդիկ կարող են սեփական նախաձեռնությամբ մեքենաներով գալ երկկողմանի։ Ես կարծում եմ սա առաջին աշխուժությունը այստեղ կլինի։ Իսկ օրինակ առևտրի ոլորտում տեսեք, առևտուրը ինքը սփակ սահմանով էլ երկու պետության միջև առևտուրը կա։ Եվ երկու կոնկրետ մեր ունեցած հնարավորությունը այդ առևտրի շրջանակում այդքան է 300-350 միլիոն եվրո է դոլարը ներողություն։ Հիմա տեսեք կողմերը քանի որ այսպես այս փուլին մեջ տեղի են ունենում նաև բիզնես հանդիպումներ, երկուսը արդեն եղել է եւ երրորդը կլինի սեպտեմբերին կրկին Երևանում։ Տեսեք, այստեղ բնականաբար կողմերը արդեն պետք է համաձայնության գան։ Իհարկե որոշ նախնական քննարկումներ կա, թե ինչ ապրանքների մասն է խոսքը, բայց կարելի է ենթադրել, որ առևտուրը նույնպես որոշակիորեն կաճի երկու երկրների միջև։ Իսկ տնտեսության ոլորտին ինչ կտա։ Դե տեսեք, եթե туриզմ, առևտուր աճում է, տնտեսության ոլորտը արդեն իսկ ստանում է լրացիչ բաներ, բայց այստեղ արդեն մնացածը արդեն լուրջ տնտեսական նախաձեռնությունները դրանք արդեն կարծում եմ այլ խնդիր են եւ դրանց կառուցումն էլ է շատ դժվար։
դա հեշտ եւ արագ չի լինելու։ Տիկին Մինասյան, իսկ ձեր գնահատմամբ Հայաստանը այսօր պատրաստ է բաց սահմանին, թե լուրջ ռիսկեր դեռ կան։ Գիտեք, Հայաստանը միշտ էլ մեծ աշխով պատրաստ է եղել, որտեվ Հայաստանի բոլոր ղեկավարները փորձել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել եւ սահմանը բացել, եւ ամենակարևորը Հայաստանը չի փակել սահմանը, եւ ընդհանրապես տեսեք, եթե ինչ-որ մի իրադարձություն մենք ինչքան է պատրաստ լինենք, մենք process-ի մեջ ենք հասկանում, հետո ինչ պետք է անենք։ Եվ ռիսկեր բնականաբար կլինեն, փակ սահմանով էլ կան ռիսկեր, բաց սահմանով էլ լինելու է ռիսկեր, բայց պետությունը իր մեխանիզմները հենց դրա համար է, որ կառավարեն այդ ռիսկերը։ Իսկ բաց սահմանով ինչ ռիսկեր կարող են լինել։ Տարբեր։ Օրինակ, մեզ մոտ շատ են սիրում ասել, որի հետ ես իհարկե համաձայն եմ։ Օրինակ, տնտեսական ազդեցության հաստատում, մեր ուժի քաղաքականության գործիքների կիրառում, բազմազան գործիքակազմ կա։ Տիկին Մինասյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի ծրագրում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակվելու է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Ձեր գնահատմամբ սա նոր մոտեցում է, թե վաղուց հայտնի քաղաքականության հերթական վերահաստատումն է։ Այստեղ ընդհանրապես նորություն չկա։ Ընդհանրապես միշտ Ադրբեջանի հետ տեսեք, երբ որ 1993 թվականին երբ հայկական ուժերը գրավեցին ուրեմն Քարվաճառը եւ դա առիթ օգտագործելով Թուրքիան փակեց սահմանափակ ռեժիմով գործող սահմանը, իմջայլոց էլի բաց չէր սահմանը եւ բաց չի եղել անգամ Խորհրդային Միության տարիներին։ Միշտ եղել է սահմանափակ ռեժիմ։ Ուրեմն սահմանը փակեց, արդեն իսկ սա ասիկա դարձավ այս գործընթացը եռակողմ, որովհետեւ մի պետություն մյուս պետության հետ իր հարաբերությունները պայմանավորեց երրորդ պետությամբ։ Այսինքն այստեղ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը օգտագործվեց որպես գործիք միջոց։ Եվ այդ որ ես ասացի քաղաքական որոշում, հենց դա նկատի ունեի, այսինքն եւ դա մեծ հաշվով Թուրքիան մինչեւ այսօր ուրեմն պահում է։ Այսինքն այստեղ քաղաքական որոշման մասին է խոսքը։ Եվ ժամանակի ընթացքում նախորդ տասնամյակներին, երբ որ Թուրքիա եւ Ադրբեջանի հարաբերությունները սերտացան, զարգացան, վերաճեցին ռազմավարական, պաշտպանական, դաշնակցային ի վերջո հարաբերությունների, բնականաբար դրան զուգահեռ տեղի ունեցավ նաև նրանց մոտ որոշակի կոորդինացում, այսօր որոշակի ինտեգրացիա, եւ դա առաջին հերթին վերաբերվում է արտաքին քաղաքական որոշ խնդիրներին, այդ թվում նաև մեզ։ Այնպես որ ես կասեմ, որտեղ ուղղակի նորություն չկա, ավելին մի փոքր անգամ անկեղծություն կա, երբ որ նրանք ըստ էության այդպես բացայտ ասում են, որ իմջալոց երկու թուրքական կողմից եւ նախարարի մակարդակով եղել է բազմաթիվ անգամներ նման ուրեմն ձևակերպում, որոնք կոորդինացնում են։ Եվ դրա համար Հայաստանի արչեւ այսպես ներկայացած նախադրյալներ այս պահին կոորդինացված մի նախադրյալ է։ Փաստաթղթում նշվում է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը պետք է լինի փոխկապակցված։ Այսինքն սա նշանակում է, որ հայ-թուրքական կարգավորումը առանց հայ-ադրբեջանական վերջնական համաձայնության առաջ չի շարժվելու։ Դե փաստացի մենք այդպես լսում ենք։ Տեսեք, այդպես Թուրքիայի բարձրագույն այսպես պաշտոնյաները այդ թեզը հենց նշել են, որ բացվի սահման անմիջապես ընդ որում անգամ այս ձևակերպամբ է եղել, որ ուրեմն անմիջապես հարաբերությունները կարգավորեն սահմանը կբացվի, նույն Ֆիդանն ասել, նույն Էրդողանն ասել այդ մասին, եւ որ պահին որ կնքվի խաղաղության պայման, վերջնականը ուրեմն կնքվի։ Այնպես որ ես կարծում եմ սա պետք է իր գիտություն ընդունել, դա այդպես է, բայց թե արդեն այն process-ը, որը պետք է տանի դրան, այլ հետագա ամբողջ խաղը, մանիպուլյացիան եւ մնացած ամեն ինչը այս process-ի վրա է իրականացում, որի մեջ է որ մենք փաստացի այսօր անցնում ենք։ Թուրքիան հայտարարում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը իր առաջնահերթություններից է։ Ինչ պատկերացում ունի Անկարան խաղաղության մասին եւ արդյոք այդ պատկերացումները համընկնում են Հայաստանի պատկերացումների խաղաղության մասին։ Գիտեք, խաղաղության մասին պատկերացումները ավելի շուտ երբ թե ասենք կայունության մասին պատկերացումները տեսեք
Թուրքերը երբ որ հիմա խոսում են կայունության մասին, ուրեմն իրենց խնդիրը կայունությունն է եւ այլն, ես կարծում եմ իրենք այստեղ անկեղծ են խոսում, որովհետեւ իրենք հնարավոր ուրեմն ազդեցությունը, որ իրենց դիրքերը կարող են ինչքանով ավելացնել, այս պահին դրան հասել են։ Այսինքն այս պահին պատերազմի հրահրման առիթ, պատճառ եւ այլն ուղղակի չկա, որտեղ իրենք նախկինում օգտագործում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ոչ միայն իրենք բոլորը։ Եվ տեսեք, այս հակամարտության ուրեմն այսպես հանգուցալուծման, որ արդեն իսկ Հայաստանի շահերից չի, հա, եւ արդեն իսկ մեր պատկերացումները չհամընկան, չէ, որտեղ այստեղ մենք էլի մեր պատկերացրած խաղաղությունից, կայունությունից եւ ընդհանրապես անվտանգային բաներից այսպես ուղղակի շեղվեցինք կամ ուղղակի դա ամբողջը այսպես վերացավ։ Իսկ Թուրքիան փոխարենը ամրապնդեց իր ազդեցությունը։ Այս ուղղակի մեզ չի միայն վերաբերվում, որտեղ բնականաբար մենք փոքր խաղացող ենք, եւ Թուրքիան այսօր ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պատմության ամբողջ ընթացքում ամենամեծ ազդեցությունը Հարավային Կովկասում ունի հիմա։ Թուրքիան բավականին ուրեմն արդյունավետ մեխանիզմներ ունի Վրաստանում, ընդ որում ռազմավարական համագործակցություն ունի, ռազմավարական նախագծեր ունի, ինչպես է այդ ազդեցությունը հիմա երևում։ Շատ լավ, երևում է տարբեր էներգետիկ համակարգերում, համագործակցությամբ, երևում է ներդրումներով, երևում է մեղմ ուժի քաղաքականության ուրեմն գործիքակազմի աշխատեցմամբ, եւ ընդհանրապես Թիֆլիս Անկարա բավականին լավ հարաբերություններով։ Բաքվի մասին ես ուղղակի չեմ խոսա, որտեղ այնտեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ եւ ավելի շատ, այսպես բարձր մակարդակի հարաբերությունների մասին է խոսքը, դաշնակցային ավելի կոնկրետ։ Այսինքն եւ տեսեք, իրենք իրենց մի փոքր Հայաստան, որը որ չգիտեմ, իրենք երկու պետություն ունեն հսկայական սահման, փակ են պահում, այսինքն ճշմարտ քաղաքականություն է իրականացում եւ այլն, այսինքն իրենց համար առանձնապես անվտանգային խնդիր չի ներկայացնում։ Եվ դրա համար այն կայունությունը, ինչ որ հաստատվել է Անկարայի այս պահին լրիվ բավարարում է։ Դրա համար իրենք խոսում են այս ամբողջ ուրեմն իրադրությունը ավելի վերջնական տեսքի տալու համար, իհարկե ենթակառուցվածքների խնդիրները նույնպես դիտարկելով։ Իսկ այս փուլում որքանով է Թուրքիան ինքնուրույն խաղացող եւ որքանով առաջնորդվում Ադրբեջանի հետ շահերով։ Թուրքիան միշտ էլ ինքնուրույն խաղացող է։ Շահերով կարող են միմյանց շահերը համընկնել եւ ընդհանրապես իրենց ամբողջ համագործակցությունը միջև հիմա եւ իրենց միջև ես նշեցի ռազմավարականից դաշնակցային հարաբերությունները, դա փոխադարձ շահերով է լինում, որտեղ չի լինում պետությունների միջև առանց փոխադարձ շահերի նման մակարդակի հարաբերությունների հաստատում։ Բայց ուրեմն Անկարան համենայն դեպս Ադրբեջանի հետ համեմատած ինքնուրույն խաղացող է, հակառակ Ադրբեջանն է ենթարկվում իր ռազմավարությանը։ Տիկին Մինասյան, իսկ հիմա կարող ենք ասել, որ տնտեսական գործընթացները ավելի արագ են զարգանում, քան քաղաքականները։ Դե փաստացի ամբողջ աշխարհում այդպես է, այո։ Օրինակ հայտարարվեց, որ մաքսային դեկլարացիաներում այսուհետ հնարավոր կլինի ուղղակիորեն նշել Հայաստանի պաշտոնական կոդը 077-ը երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման ու տարանցիկ գործառնությունների ժամանակ։ Նաև ապրանքաշրջանառությունն էին ցանկանում հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այ որքանով է սա իրատեսական ներկապայմաններում։ Տեսեք, 077 կոդը արդեն հաստատվեց, բայց ես տնտեսական չի համարի, սա քաղաքական է։ Այսինքն այդ իշխանությունների ձեռքներ երբ ուզեին կարող էին դա հաստատել, հիմա իրենք այս process-ում, հա, որը արդեն իսկ ձգձգվել է եւ արդեն իսկ իրանք շատ համաձայնությունների են եկել, որոնք որ չեն իրականացել փաստացի, հա, սա ուղղակի այդ քայլն է։ Այսինքն աշխարհին ցույց տալ, որ տեսեք մենք քայլ գնում ենք։ Սա առաջինն է, այսինքն քաղաքական է, տնտեսական հետ կապ չունի մեծ հաշվով։
եւ որոշումն էլ գալիս է քաղաքական դաշտից։ Երկրորդը, տեսեք, երկրորդը, եթե մենք տնտեսական խնդիրներով ենք գնում, հա, տնտեսական հարաբերություններն ենք փորձում զարգացնենք, այստեղ ենք փորձում կառուցել ինչ-որ մի բան, բնականաբար այստեղ պետք է ինչ-որ քայլեր արվի։ Եվ ես արդեն նշեցի, որ այդ շուկան վաղուց ձևավորված է։ Այսինքն Հայաստանը եւ Թուրքիան չեն ունեցել հարաբերություններ, բայց շուկան ձևավորվել է եւ փոխադարձ առևտուր, փոխադարձ ինչ-որ գործողություններ ծավալվել է։ Ավելի ես ձեզ ասեմ, օրինակ, եթե Հայաստանը իր ունեցած ներուժով հնարավորություններով ավելի մեծ լիներ, ես կարծում եմ Թուրքիայի քաղաքականությունը մի փոքր այլ կլիներ մեր նկատմամբ։ Պատկերացրեք, այսինքն 3 միլիոն Հայաստան եւ օրինակ 10 միլիոն Հայաստան։ Պարզ չէ, որ Թուրքիան 10 միլիոն Հայաստանի հետ նաեւ տնտեսական դաշտով այլ տիպի հարաբերություններ կփորձեր կառուցել։ Եվ այստեղ առևտուրը հնարավոր է արտաշրջանառությունը ավելի շուտ հասցնել 1 միլիարդի, ես կարծում եմ առաջիկա տարիներին դա հազիվ թե։ Իհարկե, եթե տարանցիկ հնարավորություններ չբացվեն երկուսի համար։ Իսկ Հայաստանը օրինակ պատրաստ է մրցակցել թուրքական արտադրանքի հետ, թե ինչ արտադրանքի մասն է խոսքը։ Տարբեր ինչ որ իրեր կամ Չէ, գիտեք ինչ, նայեք, այսպես մենք որ խոսում ենք, այս գուշակությանը նման լինում։ Կա հստակ ուրեմն ուսումնասիրություններ եւ պետք է անել այդ ուսումնասիրությունները, որ ապրանքը ինչ ուրեմն դեր կարող է խաղալ փոխադարձ։ Տեսեք, ելի ասեմ, սահմանը փակ է, բայց Հայաստանի շուկան ողողված է թուրքական ապրանքներով, հատկապես տեքստիլ։ Այստեղ Հայաստանը ո՞նց է մրցելու Թուրքիայից, ես չեմ պատկերացնում։ Նախ մրցելու խնդիր էլ չկա, որտեղ դու այդ ապրանքը պետք է ինչ-որ տեղից բերես, բերում ես ամենահարմարը, որը որ ավելի էժան է ու քո ժողովրդին ավելի ձեռնտու է, կամ դու արտադրի։ Դու գնա արտադրի։ Գյուղմթերքի հետ կապված այո կարող են լինել որոշակի ուրեմն կրկին խնդիրներ, բայց գիտեք, օրինակ, ես երբ որ նայում եմ թուրքական կողմը, թուրքական այսպես մոտեցումները, օրինակ իրենք նշում են, որ նույն գյուղմթերքի հետ կապված Հայաստանը կարող է այնտեղ արտահանել ինչ-որ բաներ, այնտեղից ներմուծի ինչ-որ բաներ։ Այսինքն ամբողջ գյուղմթերքի մասին չի խոսքը։ Այստեղ արդեն ուղղակի պետք է ապրանքներ է, ապրանքների մասին է խոսքը, այո, եւ պետքա ուրեմն ուսումնասիրել շուկան, էլի։ Դրա համար այս արդեն տնտեսության ոլորտինն է, բայց ելի կրկնեմ, բոլոր մեխանիզմները պետության ձեռքում է գտնվում։ Այսինքն եթե մենք հիմա մտածենք, որ իրենց գյուղատնտեսությունը ավելի մեծ է, գալու է մեր գյուղատնտեսությանը ոչնչացնի, կարծիքով այս ուղղակի այս մտքերը տեղին չեն, որտեղ ինքն էլ պետություն ունի, մեծ պետությունը ունի մեծ խնդիրներ։ Դու փոքր պետություն ես, քոնը ավելի փոքր է խնդիրդ, եւ բնականաբար դու էլ ունես որոշակի գյուղատնտեսություն, կառուցի այդ մեխանիզմները, մի թող ինքը ավելի շատ լոլիկ բերի, քո տեղական լոլիկը սպառի։ Այսինքն այս պետության մեխանիզմների խնդիր է ուղղակի։ Տիկին Մինասյան, եթե նորից անդրադառնանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ձեր գնահատմամբ Թուրքիան իսկապես շահագրգռված է հիմա այդ պայմանագրի ստորագրմամբ, թե ցանկանում է դեռ պահպանել այս ազդեցության լծակները իր։ Ես կարծում եմ, որ Թուրքիան շահագրգռված չէ։ Եվ մենք տեսնում ենք այս ամբողջ գործընթացի ձգձգումը, ես կարծում եմ, որ պայմանավորված առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշմամբ, որովհետև կան տեսակետներ, որ Ադրբեջանն է ազդում, հա, Թուրքիայի որոշումների վրա, բայց ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ ճիշտ հակառակը, եւ տեսեք նույն Թուրքիան կարող է Հայաստան-Ադրբեջան գործընթացում կառուցողական դեր ստանձնել, հակառակը նպաստելով նրան, որ պայմանագիրը ավելի շուտ կնքվի։ Եվ տեսեք, այստեղ ես խոսեցի նախապայմանի մասին, երբ որ Ադրբեջանը մեզ ներկայացնում է նախապայման, չէ՞, համանդրության փոփոխությունը, սա իրականում թուրքական նախապայման է։ Ուղղակի Թուրքիան այդ կոորդինացման արդյունքում ոչ թե Թուրքիան է դրա մասին խոսում, դա արդեն համարելով այդպես ավելի քիչ կարևորության խնդիր իր համար։ Այսինքն Ադրբեջանին օգտագործում է որպես գործիք դա հայտարարելու։ Ադրբեջանն օգտագործում է գործիք դա հայտարարելու համար, որտեվ եթե սկզբնական շրջանում այսպես դիվանագիտական կողմը պահվում էր, հիմա դա էլ չի պահում, եւ թուրք շատ պաշտոնյաներ կրկին խոսում են, որ դե համադրությունը փոխեք, այդ նախապայմանը արեք, որտեվ
որ մեծ հաշվով նայում ենք հռչակագրի հետ է կապված խնդիրը, այսինքն Արևմտյան Հայաստան չկա։ Այսինքն տեսեք, սա իրականում թուրքական մոտեցում է եւ ես կարծում եմ, որ պայմանագրի ձգձգումը եւս Թուրքիայի հետ առնվազն մեկ ընդհանուր, այսպես տեսլականին միտված գործընթացներ են։ Տիկին Մինասյան, իսկ եթե այնուամենայնիվ ստորագրվի այդ պայմանագիրը, ինչ կփոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ։ Գիտեք, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի։ Ես իհարկե չեմ կարող ասել սահմանադրական գործընթացները ինչպես կգնան, ինչպես չեն գնա, որտեղ սա բարդ գործընթաց է իրականում, բայց պայմանագիրը ստորագրվելու է։ Տեսեք, փաստացի պայմանագիրը ստորագրված է։ Այդ պայմանագիրը, այսինքն Վաշինգտոնի 8-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը, դա այլևս փոփոխության ենթակա փաստաթուղթ չէ։ Այսինքն փաստացի դա ստորագրված է դրա, ուրեմն մնում է, որ երկու պետությունները դա որպես այսպես մի նոր արարողակարգով ստորագրեն, որտեղ ավել պակաս բան այդ տեքստին չի ավելանելու կամ պակասելու հասկանում եք։ Այսինքն դա չփոխվող տեքստ է։ Եվ ուրեմն երկու երկրների խորհրդարանները ուրեմն վավերացնեն եւ պայմանագիրը մտնի ուժի մեջ։ Ես կարծում եմ, որ դա լինելու է։ Եվ էության մեջ դա այն կետը կլինի, որ եթե մենք հասնենք այդ կետին, ուրեմն դա նշանակում է, որ Թուրքիան իր համար խնդիրները, որոնք որ դրել է, կամ լուծել է, կամ հասկացել է, որ հնարավոր չի լուծել։ Այլևս ցկելու տեղ չկա եւ պետք է գնան։ Ապագայում կարող ենք տեսնել այդ ստորագրումը, թե դեռ ցկցկվելու է։ Նայած թե մոտ ապագա ասելով ինչ նկատում ենք։ Եթե առաջիկա 3 տարում օրինակ։ 3 տարում կարծում եմ այո իրատեսական։ Իսկ ձեր գնահատմամբ այսօր Թուրքիայի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում որն է, անվտանգությունը, տնտեսական ազդեցությունը, թե տարածաշրջանային առաջնորդությունը։ Իմ կարծիքով Թուրքիայի գլխավոր նպատակը այսօր ենթակառուցվածքներն են, որտեղ ձեր ասած 3-ը գալիս է ենթակառուցված, նայած թե ինքը ենթակառուցվածքների այս ամբողջ ճարտարապետության մեջ ինչպիսի ուրեմն խնդիրներ կլուծի իր համար։ Ենթակառուցվածքներն են։ Տիկին Մինասյան, Զանգեզուրի միջանցք ձևակերպումը վերջին շրջանում ավելի քիչ է օգտագործվում։ Ձեր գնահատմամբ Թուրքիայի հռետորաբանության մեջ է ինչ-որ բան փոխվել, թե պարզապես բառապաշարն է փոխվել։ Տեսեք, հանուն արդարության պետք է ասել, որ Թուրքիան այդքան էլ Թուրքիայում չէին օգտագործում այդ տերմինը, այդ ձևակերպումը, որքան որ դա Ադրբեջանն էր օգտագործում։ Եվ տեսեք, դրա հետ կապված թուրքական պատկերացումները չեն փոխվել, այսինքն կամ փոխվել են մասամբ, կամ դեռ սպասում են ավելի շուտ, որովհետև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրենց պատկերացմամբ միջին միջանցքի մասն են, իհարկե իրենք ավելի բացարձակ վերահսկողությամբ հատված էին փորձում ստանալ, բայց դա եղավ թրիփը եւ թրիփի շրջանակներում իրենք վերադասավորվեցին, այսպես ասեմ, վերաձևակերպեցին իրենց մոտեցումները եւ տեսեք թրիփի իրականացումը իրենց համար շատ ձեռնտու ծրագիր է։ Շատ։ Իհարկե իրանք ձգտում են մաքսիմումին ունենալ իրենց վերահսկողության տակ որոշակի ուրեմն հատված, բայց քանի որ չկա ստիպված պետք է ամերիկացիների կայացած որոշման հետ համաձայնվեն, սա Թուրքիային ինչ է տալիս, նախ միջին միջանցքն է աշխատում, որը Թուրքիայի համար արդեն նշեցի սկզբից, որ այսօր ռազմավարական ամենակարևոր խնդիրներից է հանդիսանում, Թուրքիան վերածվում է կամրջի։ Թուրքիայի դերը նաև աշխարհակական եւ աշխարհատնտեսական առումով շատ բարձրանում է։ Սա առաջին եւ երկրորդ թուրքական ինտեգրացիան է ինքը առաջ մղում, որովհետեւ նույն թրիփի պայմանագրի մեջ գրված է, որ Նախիջևանի եւ Ադրբեջանի հետ անխոչնդոտ կապ։ Ես դա օրինակ հասկանում եմ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև անխոչնդոտ կապ, որը լրիվ Թուրքիայի շահերին համապատասխան է։ Իսկ Հայաստանը ինչ օգուտ կարող է քաղել թրիփից։ Դե Հայաստանը կարողացավ պահել իր տարածքային, այսինքն այսպես ինքնիշխանությունը իր տարածքի նկատմամբ առաջին հերթին, այո, եւ որոշակի անվտանգային մեխանիզմներ ձևակերպեց։
Բայց Թուրքիան ավելի շատ օգուտ կարող է քաղել այդ նախագծից։ Գիտեք, տեսեք, մենք դեռ չենք կարող ասել, այսինքն ես ձեզ ասացի այն խնդիրները, որոնք որ Թուրքիան իր արժև դրել էր, ինչքանի հասավ, ինչքանի չհասավ։ Արդեն թե ծրագիրը կիրականանա ու դա ինչ գործընթացով, ինչ process-ով կգնա, սա արդեն երբ որ trip-ը կստացվի, կտեսնենք, կաշխատի, մի հարցազրույց կանենք։ Տիկին Մինասյան, վերջում ինչ զարգացումներ կարող ենք սպասել մինչև տարեվերջ, կա հավանականություն, որ առաջընթաց կգրանցվի հայ-թուրքական հարաբերություններում։ Գիտեք, այդպես գուշակելու գործը մի քիչ Շնորհակալ, այո, եւ բացի այդ տեղին չի, բայց ես այսպես էլի ասեմ, այն դինամիկան ինչ որ կա, ես կարծում եմ այդ դինամիկան առնվազն կպահպանվի, այսինքն փոխադարձ այցեր, տնտեսական, ես արդեն ասացի, որ տեսեք սեպտեմբերի նախատեսում է, որ թուրք գործարարների խումբ կրկին կգա Հայաստան, եւ գուցե մենք տեսնենք արդեն ինչ որ համաձայնություն, բայց ճանապարհների բացում, երկաթուղու աշխատանք եւ այլն, ես կարծում եմ ուղղակի ֆիզիկապես տարվա վերջ դա հնարավոր չէ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Մինասյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր թուրքագետ Նելի Մինասյանը։